Հարգելի հետևորդներ, մենք կառավարության դիմաց կզրուցենք արդեն երրորդ օրը նստացույց իրականացնող Ազատ Գևորգյանի հետ, ում որդու գտնվելու վայրը հայտնի չէ, պատերազմի մասնակից Կարեն Գևորգյանի մասին է խոսքը։ Հայրը չի ընդունում, որ իր որդին զոհվել է եւ համարում է, եթե ցանկանան, ապա հետքեր կան, որ կարող են իր որդուն գտնել։ Լսենք նրան։ Ձեզ որևէ մեկը մոտեցավ, երեք չէին մոտեցել, իսկ այսօր մոտեցան։ Այսօր մոտեցան, Իսախյան Գագոնը մոտեցե, հիմա դե ասում ես տեղեկացրել եմ քննչականին դատախազությանը, որ գան կտենան, կասեն ինչ է, չի ասի դեմի ասել է չի, ես իրանն եմ ասել վարչապետին, որ ես իմ երեխուն եմ ուզում, իրանք նորից սուտը չասեն, դեն կա, ես իմ ինչ, անայտ է, ես իմ ինչ, իրանք գդի պարզ են, քննչականը պետք է պարզ է։ Դուք վստահ եք, որ ձեր որդին չի զոհվել եւ այն կներեք ոսկորները, որ ձեզ տվել են, ձեր որդունը չեն եղել։ Այո, հաստատ է, ես այնքան մարզաբանումներ կա, որ դա շատ սխալ է։ Այսինքն կրկնակի փորձաքննություն էլ չեք։ Իրանք արել են, բայց ասենք ես դա չեմ ընդունում, ասենք այն բանով, որ ասենք ուրիշ տարածքից են բերել, կամ էդի Այսինքն ձեր որդին որտեղ է մարտի մասնակցել, որտեղից են բերել։ Որդին էլ էր Հադրութում, իրաց ասելով այդ Ջաբրալի հատվածն են գնացել, բայց ասենք այդտեղ քեն դորադիզայն ասեմ, բայց այդ մասունքը վերվերա Ֆիզուլի Գիչագիլու գյուղից։ Էդի արդեն 10 կիլոմետր հեռու է դից, էդի չի կարա իմ որդին ունի կամ եթե ասենք հարց էլի, եթե իմ երեխան առաջերով զոհվել էր, հենց 6 օր էին եկել կանին անին բերին։ Դա ոչ մի խնդիր չկար, դա առաջնակից չէր, բան չէր։ Իսկ իրենք ասում են պաշտոնապես երբ է զոհվել, ինչ են ասում։ Իրանք ասում են առաջի օրն է զոհվել, հենց առաջի ցուցակում երեխանուն էլ է։ Եվ մի քանի ամիս հետո են ձեզ այդ ոսկորը այո, 20 թվականի մարտի մեջ է, թե ապրիլի մեջ է այդ վաղտեն դենկա հաստատել, որ գիվե դենկան բռնում այն ասեցի ես այնտեղ Ղարաբաղից եմ ճշտեցի, որ դա ինչա, այս սաքսուր հեքիաթներ են կառուցել, դենկան Իսկ ումն է ներողություն, իսկ ում այսպես հա ոսկորն են ձեզ բերել, տեղյակ եք, փորձել եք հասկանալ։ Դե ում ասելով ես դա չգիտեմ ումն է, բայց որ ասենք այդ վիդեոյի մեջ իրանք նկարագրել են, որ այդ մասունքը դից են գտել, բայց այդ նայելով ես պատկերացնում եմ դա գազանի մասուն կա, ոչ թե ասենք մարդու մարմինը։ Ես միշտ ասել եմ գազանի մասուն կա, բայց դու ասենք ինչ կառույց է, որ ասենք կարակը դες բերեք ծնողին կապեք, էսի դենկա է որ։ Լրիվ абսուրդ բաներ է։ Հիմա ասեցին գործը կրկին կքննվի։ Դե հիմա ասեցին, որ նորից էլի գան տենան պահանջներս էլ, այսպես որ ասենք խոսքը հիմա քարոզարշավի մեջ է, դաժե ասում ես բանին է, ԱԱՑ-ը է գործերը բանենարը, որ ինձ պատասխանները տան, բայց թե ինձ եպելի չգիտեմ։ Այսինքն քարոզարշավի է ժամանակ չունի, որ ձեզ ընդունի։ Դե ընդունելը բան չունեմ ասել, ընդունելը չէ, ես իմ երեխուն եմ ուզում, ընդունել թե չընդունի, ես եմ աղ իրան ասել է, որ ես իմ երեխուն եմ պահանջում, ման զոհված է, ման ճանայտ է, դու կարաս պարզես ուրա։ Հա, դուք գնացել էիք Հնդկաստան, որպեսզի խոսեք բժշկի հետ, ով ասել է, որ ձեր որդին ողջ է։ Դե ինքը չի ասել ողջ է, իրան չկարից ատենան, բայց եթե զաննեք է, ես էդի շատ Իսկ ինչ է ասել, հա, իսկ ինչ էր ասել ինքը։ Դեմի որ զանգնեք երան դեզ, ես արդեն պարզ հասկանում եմ, որ երեխեն ուզեցել է կապ ստեղծել, հենց ես է խնդիրները, դրա համար, ես ասեմ բան չի։ Այսինքն դուք կարող եք մատնանշել, թե որտեղից սկսեն, հա։ Այո, հա, քանի որ ասեմ հիմա որ երկրում է կամ որտեղ է կամ Բաքվում է, չգիտեմ։ Դες դա փաստերն է։ Երեխեն կապը ուզում ստեղծել, բայց մի չի ստացվել։ Բայց իրան կարան հետաքննություն անեն, բարձր լինի։ Ներողություն եմ խնդրում, իսկ գուցե խաբեության զոհ եք դարձել, որևէ մեկը իմանալով այս իրավիճակի վերաբերյալ փորձել է ձեզ ասել, որ տեղեկություն ունի, գուցե խաբեության զոհ եք դարձել։ Խաբեության բան չի, եթե ես որ ասեմ քննեի տենայի, հիմա հասկանայի, բայց խաբեություն ասեմ դες բան չի, դա համարը կյանքում ոչ մի չի կարելի իմանալ, կամ կոսկին ինձ դա հետ եմ ասում, շատ բան կա անիջակ։ Չեմ կարող ասեմ, կարող ասեմ։ Հիմա գնալու եք, ձեզ պատասխանը բավարարել է, թե շարունակել եք նստել։ Այսօր ստեղ եմ, շարունակել եմ, նստի, թող գան տենանք,
առաջընթաց կա, չկա, ես ասում եմ, դες Կաղասարանից հետո եկել է հետևական չեմ, ես բավարար հացատու գանեմ։ Ես պահանջել եմ իմ երեխան։ Դες հիմա ասենք, ես իմ երեխուն եմ ուզում, ես 2-3 օր այդ հարցը շոշափում են, ես քաղաքական գործիչները խոսքի։ Ես հենց լսացի Մարոն Պապիկյանից, որ ասում է, քո երեխեքը Սամվել Կարապետյանի քիչ էլ ծառա է։ Բա մեր երեխեքը ծառայել է, քո կառավարման վաղ, քո կրվի վաղ, մեր երեխեքին քիչ տարակ այդքանի կոտորիկ, իրեք կարող են անայդ ծարկեցիք, իմ էլ չեք ուզում պարզեք, ոնց էլ մեզ եք ուզում ընդունեք, որ ասենք մեր երեխեն ոնց զովեր է, ոնց անայդ է, չեք ուզում պարզեք, բա ինչի մար, այդ հարցին ես պատասխանեմ, Մարոն Կարապետյանի։ Շնորհակալ եմ։